Մոսկվայի Կարմիր հրապարակում երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին մոտ 3 տասնյակ երկրների ղեկավարներ էին ներկա։ Չինաստանի առաջնորդը, հետխորհրդային մի շարք հանրապետությունների ղեկավարներ, այդ թվում Փաշինյանը, նախագահներ ու վարչապետներ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Ռուսաստանի նախագահն իր ելույթում առանձնահատուկ շեշտեց խորհրդային հանրապետությունների կրած ծանր կորուստներն ու ունեցած ներդրումը հաղթանակում։ Огромным был вклад жителей Средней Азии и Հսկայական է եղել Միջին Ասիայի եւ Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը, այստեղից շարասյուններն անխափան ճակատ էին մատակարարում այն ամենը, ինչի կարիքը զգացվում էր, այստեղ հոսպիտալներ էին ստեղծվել, որտեղ 100 հազարավոր տարհանված մարդիկ իրենց երկրորդ տունը գտան։ Кровом, хлебом, сердечным теплом. Հայրենական պատերազմը սկսվելուց հետո ամենածանր հարվածն իր վրա վերցրեց խորհրդային միությունը, տալով ամենաշատ կորուստները, շեշտեց Պուտինը, բայց եւ ընդգծեց. նացիստական Գերմանիայի լիակատար ջախջախումն իրականություն դարձավ պայքարի ելած բոլոր ժողովուրդների համատեղ դիմադրության շնորհիվ։ Мы всегда будем помнить, что открытие второго фронта в Европе после решающей Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային միության տարածքում մղված վճռորոշ ճակատամարտերից հետո Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը։ Բարձր են գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի Քաջարի ժողովրդի ունեցած ներդրումը մեր ընդհանուր պայքարում, բոլոր նրանց, ովքեր կռվեցին հանուն խաղաղ ապագայի։ во имя мирного будущего. Թեև Ադրբեջանի նախագահը պատճառաբանելով հորհիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելը վերջին պահին բոյկոտեց ու հրաժարվեց մեկնել Մոսկվա, սակայն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումը մասնակցեց շքերթին և քայլեց Կարմիր հրապարակով։ Այնտեղ ներկա երկրների ղեկավարները մեկը մյուսի հետևից ոտքի էին կանգնում և ողջունում իրենց զինված ուժերի ստորաբաժանումներին։ Ի տարբերություն Փաշինյանի, որը նստած հետևում էր, թե ինչպես են ադրբեջանական ու մնացած զորախմբերն անցնում տրիբունայի մոտով։ Առաջին անգամ հայկական բանակի ստորաբաժանումը չմասնակցեց հաղթանակի շքերթին։ Այդպես էր որոշել Փաշինյանը, թե ինչու որևէ պարզաբանում մինչ այս պահը չկա։ Ընդ որում թե 2020-ին, թե 2015-ին և թե դրանից առաջ կլոր տարեդարձերին հայկական զինված ուժերի ստորաբաժանումը մշտապես մասնակցել է հաղթանակի զորահանդեսին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը շաբաթներ առաջ զգուշացրեց, եթե Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների ղեկավարները մեկնեն Մոսկվա և մասնակցեն շքերթին, հետևանքներ կարող են լինել։ Թեև Հայաստանը նման կարգավիճակ չունի, սակայն մարտին խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրինագիծը։ Փաշինյանը, որը սառեցրել է անդամակցությունը հապկին և մեղադրում է Ռուսաստանին դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցների քննադատություններին արժանացավ Մոսկվա մեկնելու համար։ Բայց ոչ ոք չի ասել, որ Եվրամիությանը մերձենալու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Իր որոշումը 2 օր առաջ այսպես հիմնավորեց Փաշինյանը։ Այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения. Կրեմլ ժամանելու պահին Ռոսիա 1 պետական հեռուստաալիքի թղթակիցն ուղիղ եթերում Հայաստանի վարչապետին իբրև Ադրբեջանի ղեկավար է ներկայացնում, հետո անմիջապես ներողություն խնդրում եւ ուղղում իրեն։ Իսկ Փաշինյանը շքերթի ժամանակ նստած էր ոչ ավել ոչ պակաս Բելարուսի նախագահի կողքին։ Բելարուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելարուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 1 տարի առաջ էր նման հայտարարություն անում Փաշինյանն ու պնդում, որ ՀԱՊԿ անդամ 2 երկիր օգնել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու հարցում։ Այդ ժամանակ Լուկաշենկոն Ալիևի հետ օկուպացված Արցախ էր մեկնել, շնորհավորել նրան ու հայտարարել, որ նախքան 2020 թվականն իրենք քննարկել են պատերազմով Ղարաբաղյան հարցը լուծելու տարբերակն ու եզրահանգման եկել, որ դա իրատեսական սցենար է։ Հետո երկու երկրները սառեցրին դիվանագիտական հարաբերությունները, հետ կանչելով դեսպաններին։ Դրանից հետո ես պետք է գնամ Բելարուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկեմ, ՀԱՊԿ ֆորմատում։ Բա դուք չեք որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից եւ այլն եւ այդպես շարունակ։ Չնայած նաեւ իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ինչ որ առումով ստեփված եմ լինելու։ Հիմա էլ է վարչապետը ստիպված նստել Բելարուսի նախագահի կողքին։
Գուցե, ընդ որում Փաշինյանն ու Լուկաշենկոն կողքի էին նստած ոչ միայն շքերթի ժամանակ, այլև երեք Կրեմլում կազմակերպված ընդունելությանը։ Ահա այսպիսի լուսանկար էր Կրեմլը երեք հրապարակել միջոցառումից, որտեղ Չինաստանի եւ Ղազախստանի ղեկավարներն այն կողմում են զրուցում, Պուտինն ու Լուկաշենկոն այս կողմում, իսկ Փաշինյանը նստած էր այսպես։ Չնայած սրան, տեսախցիկները ֆիքսել էին նաեւ, թե ինչպես են Փաշինյանն ու Լուկաշենկոն ընթացքում մի քանի բառ փոխանակում, ինչ որ բանից զրուցում, թե ինչից եւ ում նախաձեռնությամբ դժվար է ասել։ Հետո մյուս ղեկավարների հետ միասին տոնական կատարումներն էին ունկնդրում։ Այսօր էլ շքերթից հետո կողքի կանգնած մյուս ղեկավարների հետ միասին Փաշինյանն ու Լուկաշենկոն ծաղիկ էին խոնարհում անհայտ զինվորի հուշարձանին։ Վերջում էլ տոնական ընդունելության ավարտին Պուտինը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ներկա գտնվելու համար եւ ասել, որ կապի մեջ կլինեն։ Николаевич, спасибо за визит и всего доброго.